Զորավոր էր, շատ լավ երգեր էր, իրապես տիրոջ փառաբանության երգերը շատ այնպես մեծ է, զորավոր է, էլի որ մենք լսում ենք։ Անես ոնց որ դու լսում ես, ոնց որ տիրոջ հետ ես գտնվում ես։ Գիտեք, տիրոջ հետ մենք միշտ կարան գտնվենք, երբ որ մենք ապրում ենք իր խոսքով, երբ որ մենք իր հետ ենք ամեն անգամ։ Ոչ թե այսինքն մենակ սենց հենց այսօր ստեղ ամեն օր, իհարկե, կիրակերված ծառայությունը այդ այն չափանիշն է, որ մենք ստեղ միաբանվում ենք, մեծարում ենք Տիրոջը, փառաբանում ենք մեր Տիրոջը, երկրպագում ենք մեր Տիրոջը, իրար հետ են գտնվում ստեղ եկեղեցում, դա շատ կարևոր է, դա շատ լավ է։ Դեք այդ վերջերս մի հատ Սաղմոս եմ կարդում, սենց ուզեցիմ սենց կիսվեմ ձեր հետ, տենց սրտումս առաջով Սաղմոս 27-ի խոսքից, դեք ես սենց կարդում էի Դավիթի Սաղմոսն է դա, ասում է Տերն իմ լույսն է, իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ, Տերն իմ կյանքի ապավենը, ես ումից պիտի սարսափեմ, չարերը գալիս են իմ դեմ, որ իմ մարմինը ուտեն, իմ հակառակություններն ու թշնամիներն սահում են, վայր են ընկնում։ То есть մեծ sense Սաղմոս է հետաքրքիր, Դավիթը այդպես արտահայտում է այդ Սաղմոսի մեջ, գիտեք երբ է Դավիթը այդ Սաղմոսը արտահայտում, երբ որ հələ որ չի ունենում թագավորական պալատ, չի ունենում այսինքն լավ դիրքորոշում, այլ որ փախում է, հիշում եք, չէ՞ որ փախնում էր Սավուղից, բոլոր լքել են, ինքը մենակ է եւ ինքը ասում է Տերը իմ լույսն է, իմ փրկությունն է։ То есть ես ումից պիտի վախենամ։ Տերն իմ կյանքն է, իմ ապավենը, ես ումից պիտի սարսափեմ։ Գիտեք, երբեմն գալիս է այդպես ոնց ասեմ ձեզի, sense ուսանաս ощущение վախի Ես հավատում եմ, ես մտածում եմ, որ ամեն մեկի մոտ է գալի, բայց երբ որ դու տենում ես, հասկանում ես, որ Աստված քո հետ է, ինչից դու պետք է սարսափես։ Ինչ քեզ այսօր կարա վախեցնի, դու ինչից կարաս վախենաս։ Գիտեք, այս վերջերս մենք ասես պատմություն էին պատմում, եղբայրներս լսեցին մի հատ միսիաների մասին, շատ հետաքրքիր է այդ միսիաների կյանքը։ Ինքը Աֆրիկայում ծառայում էր, ասում է ծառայում էր մի հատ փոքրիկ գյուղում, ինքան բժիշկ էր այդ միսիաները։ Ասում է գյուղում ինքը ծառայում էր, ասում է Անց հետաքրքիր ու ասում է քաղաքը հեռու էր, երկու ճանապարհ էր։ Ամեն անգամ ինքը որ գնում էր դեղ առնելու բերելու այս գյուղը ինքը ջունգլիների մեջով էր գնում եւ այնց էր որ ասում ինքը քնում էր ջունգլիներում գիշերը որ վախենում էր ոչ էլ փողը ֆինանսը ձեռը գնում էր։ Մի օր ասենց էլ գնաց ասում է ճանապարհին ու իր հետ ոչ մի բան չէր լում։ Գնաց ասում է պարկավ ասում է քնավ է լավ գնաց երկու օրից հասավ այս քաղաք ասում է քաղաքի մեջ էր եւ ասում է տերում է չեմ մեզ դեղատան մոտերը երկու հոգի կռվում են իրար հետ մեկը մեկին ուժեղ ծեծում է այդ ծեծողին հասնում է ինքը օգնում է բժշկություն է անանում Հիսուսի մասին ավետարանում ու տենց ամեն բան անում է օգնում է վերցում է դեղը առնում է նորից գնում է երկու օր հետո գնում է ասում է մի քանի ժամանակ նորից հետ է գալի այդ քաղաքը էլը դեղ առնելու նորից այդ ջունգլերի մեջով անցնում գալիս է եւ այդ մարդը որ ծեծ է կերել ինքը մոտիկանում է այլ տենում է իրան ասում է գիտես ես մի հատ բան եմ ուզում քեզի ասեմ ասում է կարելի է խոսանք ասում է ինչ ես ասում եմ որ դու ինձ օգնիր ասում է մենք ասում եմ որոշեցինք ընկերներով քեզի բռնենք սպանենք քո փողերը ձեռիցդ տանենք Գիշերով ասում է եկան քո հետևից մենք 6 հոգով էինք ասում է մոտիկացանք ասում են քո պալատքին որ դու մենակ քնած ես հերվից տենանք 26 հոգի կանգնած են ախրանիկներ քեզի պաշտպանում են ասում է գիտես ասում է խելքդ գցել ես ասում է ինչ ես խոսում ես ասում եմ մենակ եմ եղել ասում է գիտեք Ինչ ես խոսում ասում է չէ ասում է մենք ասում է հատ հաշվեցինք սաղին 26 հոգի են ասում է կանգնած մենք վախեցանք մենք 6 հոգով ենք ասում չէ դրանք մեզ հաղթեն խփեն մենք թողին գնացինք ասում է չէ ես դու ասում ես շփոթվում ես ասում է ես մենակ եմ եղել դες խոսում են ինքը գնում է ասում է մի քանի վաղ ինքը գնում է Ամերիկա որտեղից է ինքը միսիոներական ճանապարհ ուղղում է սկսում է վկայել այս պատմությունը եւ դալիճի մեջից մեկը sense ահազանգ մի աղբեր դնում ասում է ես մի հատ վկայություն ունեմ կարելի է ասեմ ասում է ասա ինչ եղեց սա ժայժ ասում է գիտես այդ վաղ այդ օրը որ դու ասում ես ես ասում եկամ եկեղեցի բան պիտի վերցեի եւ հոգին այտենց արթնացեց ասեց աղոթեմ քո համար ասում է դե չէ ասում է չես կարամ դե գիշերը դու ցերեկ ոնց կարաս ասում է չէ ասում է հոգին ինձ արթնացրեց ասեց աղոթի ես ասում է զանգիմ ումը կարայեմ ասիմ եկեք մեր միսիոների համար աղոթենք մենք բոլորս աղոթեցինք քո համար Սուրբ Հոգով ասում եմ ֆորում ասում եմ ես կխնդրեմ բոլորնանք ովքեր աղոթել են պետք կան կանգնեն ոտքի 26 հոգի վերեն լում կանգնում են հասկանում եք 26 հոգի վերեն լում կանգնում են
Գիտեք, ես ինչ եմ դա պատմում, դա աղոթքը մի հատ մեծ զորավոր ուժ է։ 26 հոգով աղոթել են, 26 հոգի ընդեղ են եղել, այդ 6 հոգին վախեցել են, հասնեն այդ միսիոները բանից բեխաբար, բայց հոգին մեկ է, հոգին գործում է, հասկանում եք։ Հոգի գիտեք ում է դա գործում խոնարհների, ովքեր որ գնում են Տիրոջ գործը, ովքեր որ անում են, այդ մարդ ուղղակի ծառայում էր Աֆրիկայում, մի օր սով են, մի օր հաց էր ուտում, մի օր ծառայում են աղքատ աֆրիկացիներին, հասկանում եք։ Ինքը չէր մտածում, որտեղ իրան պլանավորում էին սպանեն, այն մարդուն, որ ինքը օգնել է, դրան ուզում էր օգնել, ձեռեր արեբան, այդ ծեծվող տուժողը, ասում են, չէ, գնանք սպանենք, բայց Տերը հենց այնտեղ իրանը պահեց։ Գիտես, եւ այդ Դավիթի, այսինքն Սաղմոս ասում է, Տերը իմ լույսն է, իմ փրկությունը, ես ումից պիտի վախենամ, Տերը իմ կյանքը, ապավենս է, ես ումից պետք է սարսափեմ։ Եթե դու Տիրոջ հետ ես գնում, եթե դու Տիրոջ հետ ես քայլում, դու պետք է ոչ մի բանից չվախենաս, եթե դու իրանով ես ապրում, եթե դու առավոտ օր ու գիշեր իր հետ ես, գիտեք օր ու գիշեր դու ոնց կարաս անցկացնես Տիրոջ հետ։ Հենց աղոթքով, հենց խոսքով, հենց կարդաս այդ խոսքը, կիրառես այդ խոսքը, տենաս իր ներկայությունը։ Ես երբ որ գալիս է այդ վախի իրավիճակը, երբ որ դու մենակ ես, այդ միտքը տալիս է, գիտեք, հակառակորդը։ Գիտեք, երբեք տեղիք մի տվեք։ Տեղիք տվեք այն խոսքը, որ Տերը այսօր քեզի ասում է, ես քո հետ եմ։ Գիտես, մեկը ասում էր, հետաքրքիր ասում է Դավիթի Սաղմոս, որ ինքը աղոթում էր, ասում, ասա, Տեր, դու իմ լույսն ես եւ իմ փրկությունն ես։ Ասում եմ, որ դու քորդ սկսում ես, ասա, Տեր, դու իմ լույսն ես ու իմ փրկությունն ես։ Ես ումից պետք է վախենամ, որտեվ դու իմ ապավեն ես։ Գիտեք, Միքեի թղթում այնտեղ 7:8 գնում Մաղաքիա, կարծեմ Մաղաքիա 7:8-ում տալիս է, այստեղ ասում է 7:8-ում, հետաքրքիր մի ուրախացիր իմ դեմ, ով իմ թշնամ, թեև ընկնեմ վեր կգնամ, թեկուս խավարի մեջ նստեմ, Տերը ինձ լույս կլինի, եթե դու ընկնես, վեր կգնաս։ Եթե քո հետ ինչ լինի, որտեղ Տերը քո հետ է, խավարի մեջ նստես, Տերը ինձ լույս կլինի։ Եվ գիտես, հենց խավարի մեջ, երբ որ մթնության մեջ ես, երբ որ դժվարության մեջ ես, երբ որ անորոշության մեջ ես, հասկանում ես, հենց այնտեղ Աստված կլինի քո համար լույս։ Գիտես, մենակ դու պետք է լինես հավատարիմ Տիրոջը։ Դու պետք է լինես հավատարիմ Տիրոջը։ Դա շատ կարևոր է։ Գիտես, ես շատ եմ դա, ոնց ասում, առաջնում, տենում միշտ, որ առանց Տիրոջ չկա ոչ մի բան, որ գնում ենք Վարոնեժ, արդեն ճանապարհին գնում ենք, ավտոն խարաբացավ իմ։ Ընկերս խառնվավ, հեսա կմնանք ճանապարհին հետ զոր քշում էր։ Ես ասում եմ, դավանում, ասում գիտես, այլ մատ կարճ աղոթենք, էլի ասում։ Ասում Աստված մեր հետ, ասում, մենք կհասնենք, սա լավ կլինի, ունդեղ ամեն ինչ կդզվի, մենք հետ կգանք։ Ասում է, ես հավատում եմ, որ քո աղոթքը ուժեղ, ասում չէ, քո աղոթքն էլ է ուժեղ, ասում։ Արի, ասում, ուղղակի աշկետ փակի, ես կաղոթեմ։ Հետո ես աղոթեցին, գնացինք, հասանք, այնտեղ ինչ որ պետնա, այնտեղ դզվավ, այն աղբերները եկան սարքին, Տեր իրանց օրհնի, եկանք հանք։ То есть Տերը գործում է, որ դու հավատարիմ ես, երբ որ դու գիտես, որ Աստված, ես որ դու երբ մտես, վայ, բա որ մնանք, բա որ խառնվի, բա որ սենց էլա, բա որ հենց էլա, ով, ինչ, հասկանում ես, դա դու ցույց ես տալի քո թուլությունը, ցույց ես տալի քո տկարությունը։ Դու պետք է ես ուժեղ, հասկանում ես, որտեվ այդ խոսքը, գիտես, երբեմն դու չգիտես ինչ է կատարվում քո շուրջ այդ հոգևոր դաշտում, բայց Աստված քեզի պաշտպանում է, այդ միսիոներների նման, գիտեք, հետաքրքիր է, չէ՞ դրա պատմությունը։ Դու գնում ես քո գործերով, դու գնում ես մի հատ քո առօրյայով, դու գնում ես այնտեղ, ստեղ, դու չգիտես, բայց Տերը ստեղ քո հետ է, հասկանում ես, ինքը պահում է, կարան լինեն մարդիկ, ովքեր որ քո համար կարան ուղակի աղոթեն, որպես որ Տերը արթնացնի, ասի, գիտես, աղոթեք։ Դու չմտածելով ասես ինչի, ուրեմն Աստված ասում որ դու աղոթես, հասկանում ես։ Գիտեք, հենց այդ ջունգլիներում, որտեղ որ դու կարաս քնես, ըլնես, այդ մարդը որ այնտեղ է, դու հետաքրքիր 6 հոգով ասում է, եկանք որ սպանենք, տանենք, ու գիտես ասում է ինչ էր հետաքրքիր, ասում է 26-ը թիկնապահ կանգնած էր զինված։ Հենց այդ 26 աղոթողները։ Գիտեք, ես հավատում եմ դուք եք աղոթող։ Ես հավատում եմ Տերը ձեզ էլ է օրհնել, ձեզ էլ է օծել։ Հենց այդ աղոթքի մեջ։ Գիտեք, մենք պետք է աղոթքի մեջ լինենք ուժեղ։ Այս ստիպիր քեզի աղոթել։ Ես շատ անգամ ասում եմ, դաժե այն մարդուն, որը որ դու չես ընդունում, սկսի աղոթել սիրով իր հանդեպ։ Սկսի աղոթել սիրով իր հանդեպ, հավատա այդ սերը Սուրբ Հոգին դնում է քո մեջ, այդ սերը սկսի ավելի շարժ ունենալ, ավելի, գիտեք, այսինքն կլիցքավորի, որովհետև մեր Տերը սերը ու ամենակարողն է։
Որովհետև մենք հոգուց ենք ծնված, չէ՞, մենք հոգուց ենք ծնված, մենք ունենք վերստին ծնունդ։ Ամեն։ Հիմա ասում եմ, խոսամ թեմայից, ինչի մասին պատրաստել է, այդ ոնց որ ասած իմ սրտից սնենց բան էր, ես մի քիչ կիսվեցի իմ ձեր հետ, որտեղ շատ տպավորիչ էր այդ միսիաների պատմությունը, գիտեք, երբեմն ասում Տեր, ասում մենք այնպես միսիաներություն չենք անում, Աֆրիկա չենք գնում, ստեղ չենք գնում, այնտեղ չենք գնում, շատ անգամ ալարում ենք, որովհետեւ մի բան անենք, հասկանում եք, այնպես 2 մետր գնաց բան, բայց այդ մարդը անում էր, ծառայում էր, ասում տունը տեղը թողը գնացել էր Աֆրիկա մնում էր, համ ծառայում էր, համ բժիշկ էր, то есть բայց Աստված իր զավակներին պահում է։ Ես հավատում եմ պահում է հավատարիմների, խոնարհներին, հասկանում ես, քեզ էլ է պահում Տերը, եղեք խոնարհ, եղեք հավատարիմ Տիրոջ հետ։ Ու Տեր իր օրհնությունը միշտ ցուցաբերում է մեզ։ Ես ինչ եմ ասում, շատ անգամ մենք այդ օրհնությունը չենք ուզում տենանք, բայց Աստված օրհնում է մեզ։ Աստված օրհնում է մեզ, հասկանում եք, գիտեք ոնց է օրհնում այն հացը, այն ջուրը, որ դու խմում ես, դաժե այն քիչ է դա Աստծո օրհնությունն է, հասկանում ես։ Այն քիչը, որ երբեմն դու մտածում ես, գիտես, էդի ոնց որ ռուսերեն ասած «Պարյատկի վիշե» դա ըլնումը, չէ, դա Աստծո օրհնությունն է։ Գիտես, եթե Աստծո կամքը չլներ, դա չէր ըլնի։ Գիտեք, ուղղակի չէր ըլնի։ Գիտեք, այսօր ես ուզում եմ խոսեմ մի քիչ, այսինքն կարող է 10 պատվիրաններից մի քիչ խոսեմ, այնտեղ վերջի 9-10-րդ պատվիրանը շատ եմ դուր եկել այս երկու մնաց մտածում եմ դրա շուրջ շատ։ Ցած վերնագրել եմ մի ցանկացիր այս աշխարհը, այլ ցանկացիր Քրիստոսին, որտեվ ես չեմ ասում դու այսօր Քրիստոսի հետ ես, ես չեմ ասում դու այսօր չկաս իր հետ։ Գիտեք, ես միշտ զգուշությունով եմ մոտիկ անում այդ հարցին, որովհետև ամեն մարդ գիտի ինքն իր հոգևոր իրավիճակը։ Միանշանակ, հասկանում եք, դու գիտես քո հոգևոր իրավիճակը։ Մենք երբեք պետք է չդատապարտենք իրար, գիտես ինքը լավ է հավատքով, ինքը թույլ հավատքով, ինքը էսա այնա։ Եթե դու տենում ես քո քրոջ, քո աղբոր մեջ, ցերություններ, հոգևոր թուլություն, մեկ էլ մյուս, եթե քեզ ինչ խորհուրդ կտամ, եթե իհարկե կընդունես, աղոթի իր համար, հասկանում ես։ Ամենալավ ինչ որ դու կարաս անես, աղոթի իր համար, հասկանում ես։ Ես հավատում եմ Աստված ուշ թե շուտ կգործի այդ մարդու հետ, ես հավատում եմ Տերը տենում է, Տերը, գիտես ինչա Տերը տենում, որովհետև Տերը ցանկանում է ամեն մեկին փրկի։ Գիտես, Աստված ուզում է, որ ամեն մեկը փրկվենք, ամեն մեկը ունենք փրկություն, հավիտենական կյանք, որովհետև դա իրապես սենց է, դա ես հավատում եմ, որ Տիրոջ կամքն է։ Գիտեք, ստեղ Մատթեոսի ավետարանում հետաքրքիր մի հատ տեղ կա։ Մատթեոսի ավետարանը 7-րդ գլուխ 21-րդ խոսքից կկարդամ, կարող եմ մի քիչ հետո մի քանի խոսք վերև բարձրանամ։ Նայեք, Հիսուսը այդտեղ հետաքրքիր մի հատ բան ասում է, ես շատ եմ կարդացել այստեղը, դուք էլ եք շատ երևի կարդացել, ինքը խոսում արշակն է, ասում ոչ թե ամեն ինձ Տեր ասողն է երկնքի առկայություն ունել, այլ նա, ով կատարում իմ հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրերը շատեր ինձ կասեն, Տեր, չէ որ քո անունով մարգարեցանք, քո անունով դևեր անեցինք եւ քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Ես էլ ժամանակ նրանց կհայտնեմ։ Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Ինձանից հեռացեք, ով անօրինություն գործողներ։ Երեք հենց այդ վերջի խոսքը 23 խոսքը ասում է, ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Ես շատ եմ կարդացել այստեղը, ու sense դրուք sense բացվա մոտս, որ ասում է շատերը այդ օրը կասեն Տեր, ես էս եմ արել, ես են եմ արել։ То есть ինքը խոսում է Հիսուսը հոգևորների մասին, չէ՞, մարդիկ ովքեր որ ճանաչում են։ Եվ Քրիստոս կասի, ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Դու պատկերացրու այդ մարդը կարող եկել է եկեղեցի, ծառայել է, նստել է, հրաշքներ են շորեղել, մեկել է մյուս, ու Քրիստոս այդ մարդուն կարող ես քեզ երբեք չեմ ճանաչել։ Ոնց։ Գիտես, շատերի մոտ այդպես մոտեցումը կա, որ հա Հիսուսը ճանաչում է, ես գիտեմ, ես ունեմ առաջի սերը, ես հպված եմ իր հետ, ես ունեմ լավ ուժեղ հարաբերություններ, բայց ահա Քրիստոս ասում է, այստեղ կգա ժամանակ, ես շատերին կասեմ, գիտես, ես քեզ երբեք չեմ ճանաչել։ Գիտեք, ասենց այնպես մտահոգացրեց ինձ այդ խոսքերը Հիսուսի, ասում Տեր ասում ես քանի անգամ 1000 անգամ երևի կարդացած եմ այդ տեղերը։ Ղուկասում էլ կա այդ նույն տեղը, ուրեմն դու երբեք չես ճանաչել։ Ոնց անեն, որ դու ճանաչես, ոնց անեն, որ դու ճանաչես, ոնց անեն, որ ճիշտ քայլեմ։ Գիտեք, այդ հարցը ձեզ չի մտահոգում, то есть որ դու անես այն, որ գա ժամանակ ինքն ասի, գիտես, արի իմ բարի ծառա, դու հաճելի ես, դու այն ես, որ պետք ես, բայց ոչ ասի, գիտես, ես քեզ երբեք չեմ ճանաչել, այ քեզի բան, հասկանում ես։ Մարդը մտածում է, որ սա կյանքը երևի ճիշտ անում։ Գիտեք, ես այնպես շատ եմ հանդիպել մարդկանց
նո աշխարհիկ մարդկանց մասին կարամ ասեմ, իրանք այսինքն շատեր որ մի բան անում են, ասում են, գիտես, ես սա կյանքս ճիշտ եմ արել, ես արդար մարդ եմ, ես մաքուր մարդ եմ, ես մեկին ոչ մեկին վատություն չեմ արել, ես չեմ արել, այն չեմ արել, հասկանում ես, ինչ հիմա ես չեմ փրկվի, հիմա ես չեմ ունենա հավիտենական կյանք, ոչ մեկին ոչ նեղացնում եմ, ոչ մեկին ոչ թթու խոսք եմ ասում, գիտես, ստեղ մի հատ հետաքրքիր մոտեցում է գալի, որ դու պետք է հասկանաս, որ դու պետք է վերստին ծնվես, այ վերստին ծնունդը, որն է վերստին ծնունդը, վերստին ծնվել էլի։ Հետեք ստեղ վերևում Քրիստոսը 17 խոսքում, դե 15 խոսքում ստեղ խոսում է ծառը եւ նրա պտուղների մասին, ասում է զգուշ եղեք սուտ մարգարեներից, որ դες մոտ են գալիս ողջարի հանդերձով, բայց ներքուս հափշտակող գայլ են, իրենց պտուղներից նրանց կճանաչեք, միթե փշեր խաղող են խաղում կամ տատակսից թուզ, то есть հետաքրքիր ասում դուք այդպեսներին, այսինքն շատերին կճանաչեք պտուղներից։ Ես հիմա չեմ ասում այդ մարգարեների մասին, ես ասում եմ, то есть մեր պտուղների մասին, մենք ոնց կարանք, այսինքն ոնց այնց աճենք հոգևոր, էլի, որ հաստատվենք ավելի, որ իրապես, որ այսինքն մեր պտուղներից իրապես ոնց ասեմ, բարե պտուղներ ենք, էլի, այսինքն արժանի, արդար պտուղներ, որ իմանանք, այսինքն քաղվենք, էլի։ Ես շատ եմ ասում, մտածում դրա մասին, ես հավատում եմ ժամանակի ընթացքում մենք ավելի կաճենք, ավելի կբարձրանանք, որովհետև այսօր գիտես կամ այդ հոգևոր դաշտ, կա հոգևոր դաշտ, որ մենք որ շատերս չենք էլ տենում։ Այդ հոգևոր դաշտում գնում է պայքար, այդ հոգևոր դաշտում գնում է, այսինքն ոնց ասում է չար ու բարի պատերազմ, կարող է ասամ ձելի, բայց մենք ոնց ենք մասնակցում այդ պայքարի մեջ։ Գիտեք, դա շատ հետաքրքիր է, որ մենք էլ մեր, որ ասում է, բաժինը ունենանք դրա մեջ։ Նայեք, օրինակ այս Մատթեոսի 7:21-ը տալիս է ինձ միացած միտք, մտնենք Գաղատացիներից 5-րդ գլուխ, եւ որ Քրիստոս ասում է շատերը կասեն Տեր, եւ ստե 17 խոսքում պտուղներից կճանաչեք, հասկանում եք, եւ ստե Գաղատացիներից թղթում Պողոս Արաքյալը խոսում է հենց պտուղների մասին, հասկանում եք։ Խոսում է հոգու պտուղների մասին, որն են հոգու պտուղները։ Ես էլ եմ ասում, մենք շատ ենք խոսացել դրա մասին, մենք շատ ենք ասել, ես ընչեմ նորից, այսինքն վերակայլում այդ նույն տեղը, Գաղատացիներից թուղթը շատ եմ դուրը գալի, այսինքն հոգու պտուղների մասին, ասում եմ դուք իրանց պտուղներից կտենաք, իրանց այսինքն են գործերից, 22 խոսքից ասում է Գաղատացի 5:20 հոգու պտուղը այս է, սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարիություն, հավատ, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաներ դեմ օրենք չկա, то есть խոսում է հոգու պտուղների մասին, որը Քրիստոս ման իրանց դու պտուղներից կճանաչեք, կիմանաք։ Գիտեք, ես օրինակ հենց հոգու պտուղը այս է, սերը, то есть չէ, առաջինը տալիս է սեր, առաջինը տալիս է սեր, հենց 7-րդ գլխի Մատթեոսի, որ մենք կարդում ենք հենց առաջուց, ասում է մի դատիր, որ չդատապարտվես, դամ չարին մի արա, մեկ էլ մյուս, то есть как бы ստեղ արդեն Քրիստոսը խոսում է 10 պատվիրանների մասին, չէ՞, թե մենք այսինքն խորնանք, այնտեղ խոսում է եղբոր մասին, ինչ ես դու քո եղբոր աչքի մեջի շուղը տենում, բայց քո աչքի մեջի գերանը չես տենում, то есть Քրիստոս խոսում է ռեալ խնդիրների մասին, չէ՞, եւ եթե մենք ստեղ վերև բարձանանք Գաղատացիներից 21-րդ խոսքից սկսենք, այսեղ այնտեղ տալիս է դաժե 20 խոսքից կրապաշտություն, կախարդություն, ինչ որ հոգու մեջ չկա, այսինքն ինչ որ հոգու պտուղին, ինչ որ հոգուն դեմ է, հասկանում եք, ինչ որ մարմնից է գալի։ Բայց հոգու պտուղը այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, նայեք համբերատարություն։ Ինչքան կարևոր է ըլնենք մենք համբերատար, չէ՞, այսինքն ստեղ ասում է սեր, ուրախություն, խաղաղություն քո մեջում, եթե քո մեջ կա խաղաղություն, իհարկե դու կարող ես նաև համբերատար, հասկանում եք, չէ՞, քաղցրություն, բարություն, հավատ, ասում է հեզություն, ժուժկալությունը որն է, չէ՞, որ մենք տիրապետենք մեզ, չէ՞, որ մենք իմանանք տիրապետել, այսինքն սանձել, ավելնոր բաներ չխոսանք, իմանանք ճիշտ մոտեցում, այս ամենը գալիս է հոգուց։ Իսկ հոգին որտեղից է, այս հոգին երբ որ վերստին ծնունդ առնում, հոգին որ ընդունում է Քրիստոսին, երբ որ հինը քո մեռնում է, ծնվում է նորը,
նոր ձևի, նոր մարդու, նոր էջից, նոր տողից, դա հենց խոսում է սիրո մասին, Քրիստոսն ասում դրա մասին, հասկանում եք, դա շատ կարևոր է, երեք, որովհետև մենք, հիմա, նայեք ասեմ, ունենք մենք այդ հատկությունները, թե չունենք մենք այդ հատկությունները, դա շատ կարևոր է, որովհետև ես ինչ եմ ասում, ես չեմ ասում, նայեք, դուք չունեք այդ հատկությունները, միանշանակ, ես ասում եմ, որովհետև ամեն մի մարդ, ամեն մի հոգևոր ինքը կարա, ոնց ասեմ, վերանայի, ինքը գիտի իր հոգևոր իրավիճակը, ինքը գիտի ինչի մեջով է, ինչ ինքը անցնում, ինքը գիտի իր թույլ եւ ուժեղ կողմերը, հասկանում եք, ցավոք սրտի հոգևորները նաև ունեն թույլ կողմեր, հասկանում եք, եւ այդ թույլ կողմերինով է օգտվում անիրավը, հասկանում եք, մռնչացող առողջի նման մանագալի, որ մեկին հապշտակի կուրտը գողանա, տանի, ինչ անի, ինչ գողանա, ինչ կարա ինքը գողանա, ինքը կարա գողանա խաղաղությունը, համբերատարությունը, սերը, կանցով, որ դու չիմանաս քո դիմացինին սիրես։ Գիտեք, այսի մի հատ ամենամեծ չափանիշներից մեկն է, որ երբեմն մենք պետք է սովորացնենք մեզ սիրել, որտեվ առանց սիրո շատ դժվար կլինի գոյատևել քեզ հոգևոր դաշտում, շատ դժվար կլինի քեզ ասել ես գնում եմ Քրիստոսի հետևից, ես տվել եմ իմ կյանքս Հիսուսին, ասարակ մի բան, ասում եմ որ դու կանգնում ես, խնդրում ես մեղքերի թողություն ու քո դիմացինին չես ներում, չէ՞, դա մի չափանիշներն է, երբ որ դու փնտրում ես մեկին, այսինքն մեղադրում ես, բայց դու քո մեջ չես տենում խնդրեմը, որ հասկանում եք, սերը դրա համար է, որպեսզի մենք սիրենք։ Գիտեմ դժվար է շատ անգամ սիրել, դու պատկերացա, երբ որ մի մարդու դու քո սաղ կյանքը չես սիրել եւ դրուկ ահա դու հանդիպել ես Հիսուսին։ Եվ դրուկ ահա Հիսուսը մտել է քո կյանքի մեջ, ահա դրուկ Հիսուսը տվել է քեզ նոր կյանք եւ դու պետք է սկսես սիրել։ Ոնց սիրեմ այդ մարդուն, որ այդ մարդը սաղ կյանքնզի վատություն արե, հալածել է, անիծել է, էս արե, այն արե, ախր չի ելնի։ Չէ, պետք է ելնի։ Գիտես, դա պետք է ելնի։ Որտև հենց առաջի պայմաններից մեկը դա է հավատք ու սեր, հասկանում ես, եթե դու ունես հավատք, դու պետք է ունենաս սեր։ Նայեք, ստեղ 10 պատվիրանների մեջ ես երկու վերջի պատվիրան եմ ուզում կարդամ, չեմ ուզում կարդամ վերջի երկու պատվիրանները, 9 կարծեմ 10 պատվիրան է, այսինքն հետաքրքիր է, այսինքն մեր այսօրվա հոգևոր ճանապարհի մեջ մենք հանդիպում ենք այսպիսի բաներ 10 ելքի 20-16 ասում է քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր 10-րդ պատվիրան ասում է մի ցանկացիր քո հարևանի տունը մի ցանկացիր քո հարևանի կնոջը կամ նրա ծառային կամ նրա աղինին կամ նրա եզին կամ նրա էշին եւ կամ քո հարևանի ոչ մի բանին մի ցանկացիր դա վերջի պատվիրան ինչ մեծ է չէ ստեղ գնում է մի ցանկացիր իր տունը մի ցանկացիր ես մի в общем ասած խոսում է նախանձի մասին չէ то есть կամ նախանձի մասին իրական նախանձի մասին եւ այդ նախանձը ինչա դրթու մարդուն մի ցանկացի like 16-րդ խոսքը ասում է սուտ վկայություն մի տուր որն է սուտ մի վկայությունը խոսում է կեղծավորների մասին չէ մարդ կարա սուտ վկայություն դաս ես sense վկայություն չեմ ասել բայց կարա մասնակցի կարա անի գիտես հիմա խոսում եմ ես ոչ թե այն հին ուխտ, ես էլ հին ուխտից օրինակներ կբերեմ, հենց Մովսեսից օրինակներ կբերեմ, որովհետև շատ հետաքրքիր է այդ մոտեցումը, Աստված ոնց է գործում հրեաների հետ, ոնց է ցույց տալի իրանց ճշմարտությունը, ոնց է խոսում, ասում է լռեք, պահեք իմ պատվիրանները, հասկանում ես, բայց մարդը մեկ է, հասկանում ես, գիտես, ես ինչ եմ սենց ասում, որովհետև շատ անգամ մեր մոտ էլ է սենց լնում, հասկանում ես, մենք չենք կարում սանձենք, մենք չենք կարում սիրենք, մենք չենք կարում ներենք, մենք չենք կարում համբերատար լինենք, մենք չենք կարում տիրապետենք կանցով մեր շրթունքները, հասկանում ես, որ մենք իմանանք խաղ, գիտես, երբ որ դու չես կարում տիրապետես քեզ, գիտես, քեզ կարամ ասեմ առաջի խնդրեմը որն է, ես իմ փորձից եմ ասում, որ քո մեջ չկա խաղաղություն Եվ խաղաղությունը դու կարաս գիտես երբ ձեռք բերես, երբ որ դու բացում ես քո սիրտը, ապաշխարում ես Տիրոջ առաջ, առանձնանում ես Տիրոջ հետ, հասկանում ես, քո աղոթքով, եւ խնդրում ես ուղակի, որպեսզի Տերը քեզ տա իմաստություն, ուժեղացնի, ու դու տենում ես քո խնդրեմը, որ դու հասկանում ես, այսօր անխաղաղ իրավիճակի մեջ ես, դեպրեսիվ իրավիճակի մեջ ես, մենակ ինքը կարա լրացնի քո դատարկությունը, հասկանում ես Մենակ Տերը կարա լրացնի քո դատարկությունը, որպեսզի որ ինքը լրացնի քո դատարկությունը,
Դու ինքդ պետք է կանչես, բարձրացնես քո ձայնը եւ ասես քո խնդրի մասին։ Հասկանա, ոչ թե ասես, գիտես, Տեր, սրա կարիք ունեմ ֆիզիկական խնդրեմ, այլ քո մեջի խնդիրների մասին։ Այն դրա մասին, որ երբեմն հասկանում ես, դու ծավալվում ես, այն երբեմն որ ասում է հասարակ է դառնում, պայքարի իմաստը կորում է, պայքարը չի լինում, հասկանում ես։ Երբ որ, գիտես, ինչ եմ ասում, պայքարի իմաստը չի լինում, դաժե հասարակ տարական բաների մասին, երբ որ դու օրինակ եմ ասում, դու չես կարող մարդուն սիրես, չես կարող մարդուն ներես, դու խոսքով ասում ես, գիտես, ես քեզ սիրում եմ, կամ ասում ես, հա, ես իրան վատը չեմ ցան, բայց մեջը ցած դրթում է մարդու մեջ, ցած պայթում է, ախր ոնց կարամ ես իրանը, ոնց կարամ, ախր ոնց։ Դու գիտես, ես մի բան ես մոռանում, հստակ ես կարամ ասեմ, որ այն ինչ որ դու մեջդ մտածում ես, Աստված տենում է։ Այն ինչ որ դու խոսում ես, ինքդ քեզ հետ, երբեմն որ մարդիկ շատերը սիրում են ինքը իրեն խոսեն մտքերով, Տերը տենում է։ Տերը ներկա է, հասկանում ես, Տերը ներկա է հիմա այսօր միշտ հավիտյանս հավիտենից, հասկանում ես քո կյանքում։ Երբ որ դու բարձրանաս իր մոտ, երբ որ ասում է, այտենց հնարավորություն կստացվի բարձրանանք եւ այդ արքայության դռները կբացվեն, երբ որ ինքը քեզ պատասխան կտա, կհարցնի, ես միշտ մտածում եմ, ինչ մենք պետք է պատասխանենք, ինչ մենք պետք է ասենք, ես ինչ պետք է ասեմ, ինչի, որտեվ ես եմ երբեմն լում, որ հա, լում է բաներ, որ սխալվում ես, գիտես, բայց կարևորը, երբ որ դու սխալվում ես, հասկանաս, գիտակցես, ապաշխարես Տիրոջ առաջ ու չանես այդ սխալները, սիրելիս, գիտեք, դա կարևոր բաներից մեկն է, որպեսզի որ հասկանում ես, քո սիրտը լինի մաքուր եւ անարատ, որտեվ Տերը սեն սրտեր է ուզում, բայց ես առաջնահերթին Տերը փնտրում է մեղավոր սրտներ, որ սարքի անարատ ու սուրբ։ Տերը փնտրում է մեղավոր մարդկանց, հասկանում ես։ Տերը ուզում է, որ մեղավորը գա, դառնա անարատ ու սուրբ ու մաքուր, հասկանում ես, որովհետեւ մեր Տիրոջ կամքն էր սենց, հասկանում ես, իր գործն էր դրա համար, որ ինք եկավ այս աշխարհ, եկավ դրա համար, որպեսզի որ մենք, այսինքն ունենանք այս հնարավորությունը, այդ շանսը իրագործել մեր կյանքում, հասկանում եք, իրագործել, վերանայել ամեն դրվագ մեր կյանքից, որպեսզի մենք ունենանք, հասկանում ես այս հնարավորությունը։ Գիտեք, 17-րդ խոսքը, որ ես կարդում եմ 10 պատվիրաններից, նայեք, ասում եմ, մի ցանկացիր քո հարևանի տունը, մի ցանկացիր քո հարևանի տամ, կնոջը խոսում է, կամ նրա ծառային, կամ նրա աղինին, կամ նո լիքը բաներ, ոչ մի բանին մի ցանկացիր, այլևս ոչ մի բանին մի նախանձիր։ Գիտեք, հիմա գիտես հետաքրիր որն է, որ կարա մարդը նախանձի մարդուն։ То есть հոգևորը կարա հոգևորի նախանձի, հոգևորը կարա այսինքն չսիրի, գիտեք, շատ անգամ այդ սերը որ չի ելնում, գալիս է երբեմն նախանձ, հասկանում ես, գալիս է երբեմն մի հատ այնպես պարագա, որ իրապես գիտես, որ տրտունջ է ելնում, հասկանում ես, ելնում աստեղ դատապարտություն, ելնում աստեղ բողոք, ելնում աստեղ անհանգիստ իրավիճակ, հասկանում եք։ Նայեք, հին ուխտում ելավ սենց մի դրվագ, Մովսեսի հետ Ես ինչ եմ ասում Մովսեսի հետ, նու իրապես հասկանում ես Մովսեսը բացե գիտեք թվեր, այո, թվերի 21-րդ գլուխ։ Թվերի 21-րդ գլուխ ես կկարդամ, նու արդեն բոլոր իմացաք ինչի մասին է խոսքը գնում։ Ես կկարդամ երևի 6-րդ 5-րդ խոսք։ Եվ սկսեց խոսել Աստծուն եւ Մովսեսի դեմ ասել. Ինչու մեզ հանեցիր Եգիպտոսից, որ անապատում մեռնենք, որտեղ ոչ հաց կա, ոչ ջուր կա, մենք զզվել ենք այս խղճուկ սննդից։ Այս խոսքի վրա ուզում եմ կանգնեմ, որտեղ նայեք, մարդկային մոտեցում, չէ, մենք զզվել ենք այդ խղճուկ սննդից, մենք արժան ենք լավին, то есть մարդու բողոքական դիրքորոշումը, հասկանում եք։ То есть ինչ աստեղ կատարվում, նայեք, հետաքրքիր որն է եւ ինչ են մարդիկ տրտնջում, չէ, եւ ասում է Աստված միանշանակ ուղարկեց, ասում է, Տերը թունավոր օծեր ուղարկեց ժողովրդի վրա, որոնք խայթեցին մարդկանց, այնպես որ Իսրայելի շատ ժողովուրդ մեռան։ То есть Տերը ուղարկեց թունավոր օծերին։ Ասում է, այդ օծերը նենց ուժեղ օծեր էին, ասում է, որ միացած կծում են անապատի օծերը։ Մարդը տեղում ասում է, քարանում ընկնում էր։ Ասում է, րոպեներ էր, ասում է, որ ասում է մարդը կարար իմանար, ասում է, ապրեր։
իր կծած ասում է շատ թունավոր էր եւ ասում է Աստված ուղարկեն։ Նայեք, հետո չէ, Աստված թույլ տվեց, որ այդ օծերը ըլնեն, կծեն, պաշտպանված ժողովրդին ինչ է լավ։ Կարմիր է ծովից հանեց, եվրեները հрьяաներ եկան, ծովը բացեց, ժողովուրդ անցավ, փարավոնի զորքը հետևներից ընկել էր, չէ։ Մեկի մազը չպակասավ, չէ, այսինքն անցան, հետո ասում է փարավոնի զինվորի զորքեր, ասում է մահացածները, ասում է ծովի եզերքում ընկած էին, ալիքները գցել էին, բայց իրանցից մեկը չմահացավ։ Եվ ստեից սկսավ մարդու տրտունջը, մարդու բողոքը, կարամ հպարտությունը, նախանձը, մեկ էլ մյուս, ստեղից այսինքն, որոնք կարասում սավակուբն ու սաղ ելավ ու սկսավ։ Եվ մարդիկ սկսան բողոքել։ Աստված մի անգամից ուղարկեց օծը, ասաց գնա պատիժ, չէ, մարդուն պատիժ։ Եվ ասում շատերը մեռան, եւ 7-րդ խոսքում որ կարդում ժողովուրդ եկան Մովսես մոտ եւ ասացին մենք մեղանչեցինք Տիրոջ ու քո դեմ խոսելով աղոթի Տիրոջը որ մեզանից հեռացնի այդ օծերը Մովսես աղոթեց ժողովրդի համար Տերն ասաց Մովսեսին մի թունավոր օծ պատրաստիր եւ այն դիր մի ձողի վրա ով որ խայթի եւ նայի այդ օծին կփրկվի եւ Մովսեսը պղնձե մի օծ պատրաստեց եւ այն դրեց ձողի վրա եւ օծը մեկին խայթում էր նա նայում էր պղնձե օծին եւ առողջանում էր ինչ կատարվավ Աստծո ուժը սկսավ հակառակ գործել չէ Աստված թողեց թույնը օծերին եւ դրա հետ մեկտեղ տվեց վակցինա Մովսեսը աղոթեց Մենակ աղոթեց սաղ ժողովրդի համար եւ Աստված տվեց վիխտ ելք հասկանում ես եւ Աստծո ուժը սկսավ գործել ընդ թունավոր մարդը որի մեջ թույն էր հենց օծը գծում էր ինքը տուժը նայում էր այդ պղնձի օծին ինքը ինչ էր անում ինքը բժշկվում էր ով է իրանը բժշկում Աստծո ուժը մաքրում էր երբ որ ինքը նայում էր այդ պղնձի օծին հիմա եկեք մենք նայենք մեր Հիսուսին Ինչ կատարվավ մեր Տիրոջ հետ Երբ որ ինքը եկավ գիտես ասեց գիտես ես կմեռնեմ որ դու ապրես Չէ համաձայն չեք իմ հետ Հիսուս ասեց ես կմեռնեմ պատրաստ եմ ես մեռնելու որ դու ապրես Ես կբարձրանամ խաչը որ դու նայես ինձ որ դու ընդունես այդ ծառեց փետեց խաչի վրայի Քրիստոսին որպեսզի քո մեղքերը վերցվեն Քո մեղքերը ազատվեն Ես պատրաստ եմ ազատելու քեզ մեղքերից Այդ օծի խայթոցից Որն է այսօրվա օծի խայթոցը Հենց այդ աշխարհը Հենց այդ աշխարհի հասկանում ես լիքը բաները որ իրապես մարդուն թույնավորում են Որ իրապես մարդը դրա կարիք ունի ազատվելու Հիմա ազատվել ենք մենք Ազատվում ենք մենք Հասկանում ես օգտագործում ենք մենք մեր Հիսուսին Ընդունենում է, այսինքն մոտիկանում ենք մենք խաչին, ոնց ենք մենք մոտիկանում խաչին, ոնց ենք մենք սրտները բացում Հիսուսին, ոնց ենք մենք խոնարհվում իր առաջ։ Դա շատ կարևոր է, հասկանում ես, որտեվ եթե դու վարակված ես օծի կծածից, երբ որ այս աշխարհը քեզ չի ուզում բաց թողնի, սիրելիս, երբ որ անիրավը ամեն բան ուզում անի քեզի չեզոքացնելու համար, Կամ միայն մի միջոց, դա Հիսուս Քրիստոսն է, խաչալ Հիսուսը, խաչի վրա, որին որ նայելով, ընդունելով, բացելով քո սրտի դուռը, դու կարաս փրկվես, ազատվես։ Գիտես, դա շատ կարևոր է, իմ համար ամենակարևորն է մեջին փրկության մասին, իմ համար ամենակարևորը է, որ դու կարաս ազատվես, Շատ լիքը բաներից, որը որ այսօր կարան խոչընդոտ ըլնեն քեզի Տիրոջ հետ։ Գիտեք, ես շատ անգամ սենց էքսպերիմենտներ եմ արել։ Եղել է վաղտին, որ ես մեղքի մեջ եմ եղել, այսպես կարած ասած հենց այդ առաջի խոսքը, չեմ ացա սիրեմ մարդուն, ու գնացել եմ աղոթքի, աղոթելու Տիրոջ հետ պատշկամբ է եղել մի հատ, հասկանում եք, մի հատ էս պատ է եղել, մի հատ էս բռնող բան է եղել, մի հատ վախ էլ է մեջ, հասկանում եք, աղոթել եմ, աղոթքս չի գնացել։ Ասես խոսքով ասել եմ, դե կներես, ես կսիրեմ այդ մարդուն, բայց ի սրտանց չեմ ասել, հասկանում եք։ Բայց երբ որ Տերը կպել է իմ սրտին, ասել է, գիտես, դու պետք է լիովին բացես քո սիրտը, լիովին դու պետք է զղջաս ու ապաշխարես։ Այնվաղ ես քո հետ կլնեմ աղոթքի մեջ։ Ես ապաշխարել եմ, բացել եմ սիրտս ու ես տեսել եմ Տիրոջ օրհնությունը։ Տեսել եմ ոնց է Սուրբ Հոգին
օծություն ինչեւ սկսել եմ լեզուներով աղոթել։ Մենակ, հասկանում եք։ Ու այնքան եմ օրտնվել ու ես հասկացել եմ, գիտակցել եմ, որ այդ խոչընդոտը, որ կա այսօր շատերի կյանքում, դա չբացել, չհասկանալ, չճանաչել, չգիտակցել ու չապաշխարել սխալներն է։ Հասկանում եք։ Որ շատ անգամ հասկանալով, չհասկանալով մենք անում ենք, ցանկանում ենք անել դա, հասկանում եք։ Եվ այդ օծը, որ կծում է, այդ աշխարհն է, այդ մարդն է, հասկանում ես, բայց Աստված տալիս է միջոց ազատվելու։ Գիտեք, ասես մի հատ sense օրինակ կա։ Այդ օրինակը ելքում է։ Էլը Մոսեսն է։ Դառը ջրի մասին։ Գիտեք, այդ դառը ջրի մասին շատ այնց հետաքրքիր է։ Մենք այսօր խմում ենք կենթանի ջրեր, չէ՞։ Մենք դավանում ենք, մենք ասում ենք Տեր, որտեվ Հիսուսը ով որ խմի իմ ջրից, իր մեջ ինչ կբղի կենթանի ջրի աղբյուրներ, չէ՞։ 15-րդ գլուխում 23 խոսքն Մոսես Իսրայելի կարմիր ծովից նույն ձևի ճանապարհից հանեց նրանց ու հասան Սուր կոչված անապատ 3 օրվա ճանապարհ գնացին անապատից մինչև բաց ջուր գտան։ Եկան մեռա, բայց չկարողացան խմել մեռայի ջրից, որտեվ այն դառն էր։ Դրա համար այդ վայրը կոչվեց մեռա։ Ժողովուրդը տրտնջաց, Մոսեսի դեմ ասելով ինչ խմենք։ Մոսես աղակեց, Տիրոջև Տերը նրան մի փայտ ցույց տվեց, Մոսես այդ գցեց ջրի մեջ ու ջուրը քաղցրահամ դարձավ։ Այստեղը Տերը նրան օրենք ու դատաստան տվեց եւ այստեղ փորձեց նրանց եւ ասաց. Եթե ուշադիր լսեք քո Տեր Աստծո ձայնը, անես այն ինչ ուղիղ է նրա ականջին եւ հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդությունները, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որտեվ ես եմ Տերը քո բժիշկը։ То есть ասում ես եմ Տերը քո բժիշկը։ То есть եթե դու պահես այդ պատվիրանները, եթե դու պահես այդ կանոնները, եթե պահես Տիրոջ խոսքը, կյանքը դառը չի ելնի քո համար։ Հասկանում ես։ Ջուրը կլինի խմելու, ջուրը կունենա քաղցրություն, որտեվ այդ քաղցրությունը մեր Տեր Հիսուսն է։ Եթե դու կիրառես իր քաղցրությունը, իր խոսքը, հասկանում ես ինչ եմ ասում ես, դա դառը չի լինի։ Աստված ստեղ էլ տվեց հրեաներին երկու միջոց։ Տվեց միջոց այդ ջուրը դառը, ուզում ենք լավ ջուր խմենք, փայտը վերցրեց սկսեց ու ջուր դարձավ քաղցր, դարձավ խմելու։ Նայեք, հավատում եք, որ Աստված sense ձևի գործեր կարա մեր կյանքում անի։ Հավատում ես, որ Աստված այսօր կարա իրապես այն ամենը անի, որ արել էր հրեաների հետ։ Նայեք, Հովհաննեսի ավետարանի 3-րդ գլխում 16-րդ խոսքում մեր Տերը ասում է սենց. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի որ նրա, ով նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Նո հայտնի տեղ է դա։ Այդ տեղը ավետարանչական ծառայություններն ասում, Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ միածին որդուն տվեց, որ ով որ նրան հավատում է չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Գիտեք, խնդրեմը հարցը դրանում է, որպեսզի երբ որ մենք Քրիստոսին ընդունում ենք, մենք ընդունում ենք դրա համար, որպեսզի մենք չկորչենք եւ ունենանք հավիտենական կյանք։ Հավիտենական կյանք։ Ժամանակները փոխվել են։ Մոսեսի ժամանակից հազարավոր տարիներ անցել։ Մեր Տիրոջ ժամանակից 2000 տարի, բայց մեր Տիրոջ խոսքը նույնն է մնացել եւ նույն ձևի մոտիկանում է ամեն մեկին։ Այդ պղնձե օծը, այդ փայտը, այդ ջուրը, դա սաղ մեր Տիրոջ սիմվոլիկան է։ Հասկանում եք, այն վաղ հինուխտում Տերը ցույց էր տալի, որ կգա մեկը եւ այդ մեկը կվերցի մեր մեղքերը իր վրա։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Նայեք, հիմա մենք ոնց պետք է անենք, որ ազատվենք այս ամեն բաներից։ Ես նայեք ասեմ, հոգու պտուղների մասին եմ ես խոսում։ Այս օրինակները բերեցիմ, թե ինչ էր կատարվում հրեաների հետ, անապատում, երբ որ հրեաները չեն պահում Աստծո կանոնները, հասկանում ես։ Երբ որ դու չես պահում Աստծո պատվիրանը, խոսքը, հասկանում ես, դրանով չես ընթանում, գիտես, քո մեջ չկա սեր, քո մեջ չկա համբերություն, քո մեջ չկա ժուժկալություն։ Գիտեք, ես մի վաղ սենց էի մտածում, 7 տարի առաջ կարամ ասեմ, 6 սենց մտածում եմ, ասում եմ, գիտես, իմ մեջ կա սեր, դե համբերություն չկա, ժամանակին այդ համբերությունը կլինի։ Դե տերմեմ չէ, չկա այդ համբերություն, հասկանում ես։
սիրում եմ, բայց տեղն եկածտեղը համբերությունից դուրս եմ ելնում, հասկանում ես, ասում չէ, գիտես մի բան պետք է անես։ Մի բան պետք է անես, ոնց տենց էլի, դու կարաս, այսինքն սիրես սաղին, բարի լինես, բայց տեղն եկածտեղը քո համբերատարությունը չիմանաս պահել, то есть չսանձես քո էմոցիաները, չպահես այն ամեն ինչ որ քո մեջ կա, դու պետք է հանես է դրանք, հաղթես, խոսքը պարզ ասում, հասկանում եք, նայեք ասեմ, ստեղ Հռոմեացիներից թղթում կամ մի հատ հետաքրքիր տեղ 6-րդ գլխում 6:6-ում ասում է իմացեք որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ որպեսզի մեղքի մարմինը կործանվի որ այլևս մեղքից չծառայենք то есть երբ որ մենք ընդունենք Հիսուսին մեր հին մարդը մեռավ իր հետ հասկանում եք то есть մենք պետք է ազատված արդեն լինենք երբ որ մենք ապաշխարենք բայց շատերի մոտ մնում է այդ բանը հասկանում եք ոնց է ես որոշեցի պայքարել ես որոշեցի ստիպել սովորեցնել ինձ Եթե ես հասամ այդ արդյունքին, ես փառք եմ տալի Տիրոջը, որ ըլնում են հաղթանակներ։ Գիտեք, մեր հոգևոր կյանքում, ամեն մեկի հոգևոր կյանքում պետք է լինեն հաղթանակներ։ Մետերն այդ կոչ անում։ Գիտես, պետք է չլինի ոչ մի խոչընդոտ քեզ, այսինքն այդ պատնեշը պետք է չլինի, որպեսզի որ դու, այսինքն հասկանում ես, իմանաս Տիրոջ հետ քո միաբանությունը ձեռք բերել։ Գիտես, Շատերն են ասում են շատ սերեմ, այսինքն ուշտելսեր եմ կարդում ենք աստվածաբաններ, քարոզներ, եկեղեցի գալ հլեն պակասել չի որ դու հոգևոր կյանքով լիովին ապրում ես։ Ես դրա մասին միշտ եմ ասում։ Դա հլեն ցուցանիշը չի, այն չափանիշը, ցուցանիշը քո ազգական կյանքն է, որտեղ որ դու ապրում ես։ Գիտես որտեղ ենք մենք ապրում, մեր տներում, մեր ընտանիքներում, մեր գործերում, այնտեղ որտեղ որ քո կողքին չի տենա, հասկանում ես դրա մասին շատ եմ ասում, պայքարը այնտեղ պետք է գնա։ Դու այնտեղ պետք է ունենաս հաղթանակներ, հասկանում ես։ Ու ես հավատում եմ, եթե կա պայքար, կլինի հաղթանակ։ Հասկանում եք։ Եթե կա պայքար, կլինի հաղթանակ։ Որտեվ ասում է շարունակ, որտեվ ով մեռնում է, ազատված է մեղքից։ Իսկ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում եմ, որ նրա հետ էլ կապրենք։ Հալելույա։ Եթե իր հետ էլ այսպես մեռանք, պետք է հավատանք, որ իր հետ էլ ապրենք։ Գիտես, քո կյանքը պետք է լիովին միանա Քրիստոսի կյանքի հետ։ Հասկանում ես, դու պետք է անջատված չլնես իրանից։ Հասկանում ես։ Դու պետք է համամիտ տնես իր լիովին, ընդունես իր խոսքը լիովին։ Դեք բայց շատ անգամ ոնց անում, ընդունում ենք այնքան ինչքան մեզ պետք է։ Լսում ենք այնքան ինչքան մեզ պետք է, վերցնում ենք այն ինչ որ մեզ պետք է։ Բայց շատ անգամ չենք խորանում այն ինչ որ մենք ունենք այդ խնդրեմը շատ անգամ խնդիրներ ունենք մեր հոգևոր իրավիճակի մեջ մենք չենք ուզում ընկալենք ու մտնենք դրա մեջ հասկանում եք բայց լավ կլինի որ մենք այն մեջից այն խորքից տենանք հասկանում ես որտեվ ինքը հենց այն պղնձե օծներ որ մենք նայենք ու բժշկվենք գիտես բժշկվես ոչ թե մենակ ամեն բանից Մենակ այսինքն հիվանդություն, բժշկես քո ներքուստ մեջից։ Մի աստվածաբան մեծ հետաքրքիր բան էր ասում։ Ասում է, գիտեք, ասում է, մարդիկ հիվանդանում են ու մենք ասում ենք, Տեր Աստված բժշկի։ Բայց եկեք ասում եմ, մի հատ խորից նայենք։ Մենակ մարդիկ են հիվանդանում։ Ծաղիկը դու տնգում ես, հիվանդանում է։ Ծառը դու տնգում ես, հիվանդանում չորանում է։ Կենթանին հիվանդանում է։ Մարդն էլ է հիվանդանում։ Հասկանում եք։ Ու մեղքն է։ Գիտես, ասում եկեք հերվանանք Ադամ Եվան Գիտեք, երբ որ մեղք ասում է իջավ, գիտեք, հետ իջավ փոթորիկը, քամին, ամեն բան եղավ եւ այդ ասում պարտեզը վերցեցավ։ То есть մարդու մոտեցումով այդ ամենը եղավ, Աստծո բարգությունը, չէ՞, բայց Աստված տվեց ելք, հնարավորություն դուրս գալ այդ իրավիճակից։ Գիտեք, երբ որ Աստված տալիս է ելք, շանս մենք պետք է օգտագործենք։ Ես միանշանակ եմ գտնում, որ երբ որ դու Տիրոջ հետ ես, Աստված դուռը բացում է քո առջև։ Հասկանում ես, մի ցանկացիր այս աշխարհը, այլ ցանկացիր քաղցր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։